Հայաստանի միակ իշխանությունը, որ 3 պատերազմ է բերել, սա միակ իշխանությունն է, որ բերել է 3 պատերազմ, ընդ որում 3-ից էլ հնարավոր էր խուսափել։ Հասկանում եք, եկեք տեսնենք ով ընտրվել վերջին 6-7 տարում ու ինչ ա եղել։ 2018 թիվ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը ձայների ջախջախիչ մեծամասնությամբ։ 2 տարի հետո տեղի ունեցավ պատերազմը, որը կարող էր տեղի չունենալ, որտեվ հենց ինքը հրապարակեց փաստաթղթերը եւ ամբողջ հասարակությունը տեսավ, որ առնվազն 2 անգամ իր սեղանին փաստաթուղթ է դրվել, որը բանակցային հիմք ընդունելու պարագայում այդ աղետաբեր պատերազմը մեր տուն չէր գա։ Այսինքն հրահրեց Իհարկե, Արցախ-Հայաստանը եւ վերջ Սևրի դաշնագրի 100-ամյա տարեդարձի ֆետիշացումը, դա Թուրքիային ծաղրել էր նշանակում ուղղակիորեն։ Միացել էր մի հատ բլոկի հակաթուրքական, հիշում եք, քիթը խոթել էր մի կոնֆլիկտի մեջ միջերկրական ծովի ռեսուրսներին վերաբերում, ընդհանրապես մեր պատմությունը չի, մեր կռիվը չի, հա։ Էլի բաներ կարող եմ ասել, չկան մադրիդյան սկզբունքներ, կան Մյունխենյան սկզբունք եւ այլն։ Երկրորդը այն 2021 թվի սրացումները, որը բացարձակ նրա հետևանք էր, որ ինքը արտաքին քաղաքականություն վարելու փոխարեն անդադ հանդարտեցնում էր Ալիևին, խթանելով նրա ախորժակը։ Եվ վերջապես Արցախի կորուստը, որը իր նոր արկածախնդրության հետևանք էր, որովհետև ինքը որոշեց կամ իրան հուշեցին Եվրոպայի իր տերերը եւ ստեղի պսևդո արևմտամետները, որ այս սկսվել է ռուս-ուկրաինական պատերազմ, որը ավարտվելու է Ռուսաստանի ֆիասկոյով, ինքն էլ շատ լուրջ հավատաց Ռուսաստանի պանիխիդայի թեզին, այդ կեղծ թեզին, եւ շրջադարձ կատարեց դեպի արևմուտք, որը իրականում նշանակում է ռուսական ուղեցրից Հայաստանը դուրս բերել եւ թուրք-ադրբեջանական ակցիանի մեջ դնել, ինչի հետևանքով կորցրեցինք Արցախը։